Ան-12 բեռնատար օդանավն առավոտյան կոշտ վթարային վայրէջք կատարեց թռիչքից կարճ ժամանակ անց։ Ինքնաթիռը կործանվեց հարավային Սուդանի Ջուբա քաղաքի մոտ Նեղոսի ափին։ 6 հոգանոց անձնակազմից ու 12 ուղևորներից ողջ են մնացել միայն 3-ը։ 6 հոգանոց անձնակազմի անդամներից 5-ը արտգործնախարարության հայտարարության համաձայն Հայաստանի քաղաքացիներ են։ Հրամանատար Գևորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, բորտ ինժեներ Սամվել Մկրտչյան, ավիատեխնիկներ Արմեն Անտոնյան եւ Սուրեն Պետրոսյան։ Ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ օդանավը պատկանում է հայկական ընկերություններից մեկին, սակայն Սուդանի նախագահի ներկայացուցիչը հայտարարեց, որ օդանավը պատկանում է սուդանական Allied Services Limited ընկերությանը։ Հնդկաստանում գրանցված ավիաընկերությունը պաշտոնական կայք չունի, բայց Facebook-ում էջ ունի, որտեղ հոկտեմբերի 14-ին տեղադրվել է Ան-12 ինքնաթիռի լուսանկարը։ Ինքնաթիռներից մեկի բորտի համարը համընկնում է կործանված ինքնաթիռի համարի հետ, այսինքն կարելի է ասել, որ ինքնաթիռը շահագործել է հենց այդ սուդանական Allied Services Limited ընկերությունը։ Արտգործնախարարության հրապարակած տեղեկության համաձայն ինքնաթիռը գրանցված եղել է Հայաստանում եւ գրանցումից հանվել է անցած տարի ու պատկանում է Asia Airways տաջիկական ընկերությանը։ Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը գերբեռնումն է։ Հայտնի է, որ ողջ մնացած 3 ուղևորները հարավային Սուդանի քաղաքացիներն են, նրանցից մեկը երեխա է։ Ինքնաթիռն ընկել է ֆերմայի վրա եւ զոհերի մեծ մասը ցամաքում են, նախնական տվյալով 42 մարդ։ Զոհրաբ Հարոյան, ժամը լրատվական։